ու շատ հաճախ մենք մեր նաև մեկնաբանություններում կարող է շատ անազգույշ լինենք, որ ոնց չես աշխատում։ Իհարկե սա շատ ավտոմատիկ մտքի մակարդակում է եւ երբեմն նպատակ չունենք խոցենք կնոջը, բայց մենք չգիտենք ինչ կարգավիճակում է կինը։ Այդ մեր հասարակությանը շատ հատուկ է, մենք չենք սիրում զգույշ լինել նման հարցերում, քաշի, արտաքինի, կենցաղի վերաբերող հարցերում շատ հաճախ կարանք անզգույշ ինչ-որ ռեպլիկներ բաց թողել ու խոցել մարդուն իրապես, այդ միտքը, այդ արտահայտությունը շատ երկար կմնա այդ մարդու գլխում, կպտտվի, ինչուներ ման կգա։ Հետո ուզում եմ նշենք, որ աշխատելը կնոջ զույգերի առողջ հարաբերությունների համար ինչ կարևոր է, որովհետև կինը երբ դուրս է գալիս, ունի շրջապատ, զարգանում է, հետ է գալիս ընտանիք, զույգերը անընդհատ շարունակում են լինել իրար հետաքրքիր, նրանք խոսելու թեմաներ ունեն, իրար պատմելու, կիսվելու թեմաներ ունեն, շփման մի նոր աստիճան են բարձրանում, որտեղ իրենք ավելի ամրացնում են իրենց կապը, ընտանեկան հարաբերությունները։ Կանայք, ովքեր ունեն ընտանիք եւ ովքեր նաեւ աշխատում են, այո, երբ որ ունեն իրենց անձնական ժամանակը, ուզում եմ շեշտեմ նաեւ, որ եթե կինը իրականացնում է սիրելի աշխատանք, որը իրեն հետաքրքիր է, որտեղ ունի աճ եւ որտեղ տարբեր պահանջմունքներ են բավարարվում, ենթադրում ենք, որ ինքը սիրով գնում է աշխատանքի եւ հետ է գալիս ռեսուրսով վերականգնված։ Ոստի այո, կնոջ համար շատ կարևոր է լավագույն դեպքում, որ աշխատանքը ոչ միայն դա ֆինանս աշխատելու միջոց է, այլև միջոց է ինքնայրացվելու, գործդ սիրում ես ու դու հետաքրքրությամբ գնում ես աշխատանքի ու նաև ինչքան էլ հոգնում ես, բայց միևնույն ժամանակ նոր ինֆորմացիայով, նոր էմոցիաներով հետ ես գալիս քո զուգընկերոջ մոտ։